Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավի մեռելոց։ Մեր կյանքում շատ կարևոր է Սուրբ Գրքի ընթերցանությունը, որովհետև կարդալով ոչ միայն մենք ենք գիտելիքներ հավաքում, այլև կարողանում ենք Հիսուսին ճշմարտորեն ճանաչել։ Տեսնենք ինչ է ասում Պետրոս առաքյալը։ Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսանք, լավ կանենք, իբրև ճրագ, որ լույս է տալիս մութ տեղերում, մինչև որ լուսանա օրը, եւ արուսյա կծագի ձեր սրտերում։ Բայց նախ այս բանն իմացեք, որ գրքերի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ։ Որպեսզի Հիսուսին մենք կարողանանք լիարժեքությամբ ճանաչել, սիրելիներ, անհրաժեշտ է նաև Սուրբ Գրքի 5 կտարական ընթերցանությունը։ Շատ հաճախ այսօր քրիստոնյաները միայն նոր կտակարան ընթերցում են, շատ բաներ չեն հասկանում եւ իրենց պատասխաններն էլ փնտրում են այլ տեղերում։ Դրա համար մենք նաև կարիք ունենք մարգարեությունները կարդալու եւ հասկանալու, որովհետեւ Սուրբ Գրքի մեջ եղած այդ գրքերը մարդիկ Աստծո շնչով մեզ համար են մարգարեացել, խոսել Հիսուսի մասին, թե գալիքում ինչ է պատահելու մեզ։ Եվ մարգարեությանը անցալով մենք կարող ենք մոտենալ Տիրոջ, որովհետև այդ խոսքը մեզ համար դառնում է լույս եւ մեր ճանապարհը պիտի լուսավորի։ Ինչու է ասում մինչև լուսանա օրը։ Այստեղ Պետրոս առաքյալը խոսում է Հիսուսի երկրորդ գալստյան մասին, այբրև լույս պիտի ծագի մարդկանց սրտերի մեջ լուսավորություն բերելու, նրանց միտքը պիտի լուսավորի, որպեսզի ճշմարտությունը ճանաչեն, հասկանան, որպեսզի իմանան, թե ինչքան կարևոր է ճշմարտությամբ հետևել Քրիստոսին։ Մեր կյանքում այսօր շատ մարդիկ դուրս են գալիս եւ ըստ իրենց ցանկությունների մեկնություններ են անում։ Եվ այստեղ առաքյալն էլ հիշեցնում է, որ մարգարեությունները տարբեր մեկնություններ չունեն, որ ամեն մարդ դուրս գա իր ցանկության մեկնաբանի։ Մարդիկ մարգարեացել են Սուրբ Հոգուց մղված, սա Աստծո խոսքն է, որ ճշմարտության պետք է ընդունել եւ հասկանալ։ Ամեն մարդ իրավունք չունի այս գիրքը վերցնի եւ ըստ իր կմահաճույքի, իր մտածողության, իր պատկերացումներով մեկնություններ անել եւ մարդկանց մոլորության մեջ գցել։ Բոլոր ժամանակներում մենք հիմնվում ենք առաքյալների եւ նրանց հաջորդած սերունդի վրա, թե այդ մարդիկ, ովքեր որ աստվածասեր էին, աստվածագիր էին, Սուրբ Հոգու շնորհով լցված են, ինչ падգամներ են տվել մեզ, որ մենք օգտագործում ենք նաեւ այսօր 21-րդ դարում։ Մենք նոր շնչով, բայց հին ներշնչումով Սուրբ Հոգուց եկած այդ ավետիսով ենք մեկնում Սուրբ Գիրքը հասկանալու համար ճշմարիտ վարդապետությունը։ Եվ մարգարեությունը մենք պիտի ճիշտ պահենք, եւ ինչպես Եզեկիելի մարգարեության մեջ է ասվում, ամեն մարդ իր կմահաճուկով չպետք է մարգարենա եւ փուչ խոսքերի հետևից ընկնել, որովհետեւ Աստծո խոսքը ճշմարիտ է, հաստատուն է, երեք, այսօր եւ հավիտյան նույնն է։